Համովությունները որ կա ոնց կարելի է սա ուտել։ Ինչպես եմ պատրաստում զատիկի փլավը։ Անպայման յուղը քսում եմ, լավաշները այսենց փռում եմ։ Կարմիր մասը դնում ենք մեր տեղում։ Ամենահամով այս մասն է։ Նորից մի քիչ յուղ եք քսում, մի փոքր, շատ չէ։ Այստեղ բրինձը խաշել եմ առանձին։ Անպայման ցույց կտամ ինչ բրինձ եմ առել, բոլորի հետաքրքրելու է։ Հատիկ եղել է։ Այսպես դասավորում եմ իրան։ Աննշան այսպես սխմում ենք։ Այստեղ ինչ կա։ Չարած, չրեղեն, խուրմա, ով ինչ սիրում է։ Ու յուղի մեջ տապակած է։ Այ չուտողին ժողովուրդ 2 կիլո քաշ էի գցել։ Բա չավելացնե, այս ինչ փլավ ալնելու։ Բրինձի փլավ չեմ սիրում, բայց դες համովությունները որ կա ոնց կարելի է սա ուտել։ Կոնկրետ չրեղենի հետ կապված, ով ինչ սիրում է։ Պրոցեսը ինքը ժամանակ տանող է։ Մոտիկից նկարի, բայց շատ չենք սխմում։ Մի քիչ էլ ես մեջը թողնում եմ, մարդ կա, որ ասես չի սիրում։ Իմ երեխեքից մեկն է։ Այսինքն չրեղեն չլինի։ Այստեղ կա խուրմա, չամիչ, պոպոկ, ընդուկ, նուշ, հնդկական պոպոկ ու սովորական ասենց պոպոկ եւ չրերի տեսականին։ Չամիչ կա, ճիշտ է տակնա, բայց ասեմ, մեկ էլ թզի չիր։ Ինչը որ ես շատ եմ սիրում, որ սենց խրճտում է։ Այդ թզի չիրը։ Մի րոպե, իսկ հիմա մեր գլխավոր հովանավորի մասին դա ես եմ։ Պատվիրեք ազգային տիկնիկներ եւ բաժանորդագրվեք իմեջի։ Հիմա փակում ենք, մարդկա թուժ չի սիրում, մենք սիրում ենք։ Հավեսով ուտող խմող ժողովուրդ ենք։ Անցանք հաջորդ փուլին։ Հիմա ասենց սիրուն դասավորում ենք։ Այսենց։ Տեսեք այս մասերը մի հատ այսենց պահիկ եւ սիրում։ Լավաշի ասենց սիրուն սիրեցի։ Այսինչ ընտիր բան եղավ։ Փողը մի հատ յուղ ենք քսում։ Այսինքն կարակ։ Այսին ամենահամով տեղն է, այն որ ժողովուրդը կռիվ են անում, թե սիրում ահա։